Հիսուս ծնվեց եւ հայտնվեց ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցին մարդաշատ էր դեռ երեկվանից։ Եթե ճրագալույցի Սուրբ Պատարագին հիմնականում շուշեցիներ էին, ապա այսօր Սուրբ Ծննդյան տոնի հիմնական արարողությանը Բերդաքաղաք են շտապել մայրաքաղաքից ու հանրապետության շրջաններից։ Այսօր Բերդաքաղաքում էին նաև Արցախի հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։ Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցվել եկեղեցու հովիվ Տեր Անդրեաս Քահանա Թավադյանի ձեռամբ։ Աստծո որդու ծննդյան ավետիսն են բերում, որին նվիրված հիմնական արարողությունը հայ առաքելական եկեղեցին այսօր է կատարում։ Հունվարի 6-ը հայ առաքելական եկեղեցու համար եռակի խորհուրդ ունի։ Որպես ավանդական եկեղեցու հետնորդներ հայերս այսօր նշում ենք նաև Աստվածահայտնության ու Քրիստոսի մկրտության տոնը։ Տոնը նույնն է բոլորի համար։ Փոխարենը օրվա հետ կապված մարդկանց մոտ տարբեր են ապրումներն ու խորհուրդները։ Մեր ժողովրդի ազգային նոր զարթոնքն է։ Բոլորս էլ ներկա լինելով դեսակ հոգեկան բավարարություն ստացանք այս ամեն ինչից։ Ամեն Սուրբ Ծննդի մենք ձգտում ենք ավելի մաքրանալ, բյուրեղանալ։ Ծնունդը նախ եւ առաջ աստվածային օրհնությունն է մեզ բերում երկնքից եւ այսօր խորհուրդը եւս մեկ անգամ վառակայությունն է նրա, որ մեր ժողովուրդը խորահատող ժողովուրդ է։ Ես կմաղթեմ մեր ժողովրդին, որ բոլորն աշխատեն Աստծուն ավելի մոտ լինեն։ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ ամենափրկիչ եկեղեցում հունվարի 6-ը նշանավորվեց եւս մեկ արարողությամբ։ Եկեղեցու Սուրբ խաչը մեկ տարով կրկին ի պահ է տրվել։ Կարող եմ այս Սուրբ խորանից ձեզ եւ մեզ ամենալավագույն, տարածքազգի ամենամեծագույն ավետիսը բերել։ Ձեզ եւ մեզ մեծ ավետիս Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Վերջում կատարվել է ջրօրհնեք, որից հետո խաչով եւ սրբալույս միրոնով օրհնված ջուրը բաժանվել է ժողովրդին ի բժշկություն հոգեվոր ու մարմնավոր հիվանդությունների։ Նարեկ Սահակյան, Մերուժան Մարտիրոսյան, Արցախից ժամը լրատվականի համար։